Ասում 2026 թվականին կարմիր ռեղենցիու տարին կարի չամաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում 2026 թվականին։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում սեր, միություն, հաջողություն, հաղթանակներ, նոր ձեռքբերումներ, ամուսնություն, պսակադրություն, համատեղ կյանքով ապրելու հնարավորություն, գիտեք ինչ, եթե նույնիսկ կա խնդիրներ, պրոբլեմներ, տարաձայնություններ, իրար չհասկանալ, սիրելի կարիճներ, 2026 թվականը այնպիսի ժամանակ է լինելու, որ դուք իրար հասկանալու եք, ոչ թե նույնիսկ ինչ-որ երկար բացատրություններ է պետք, այլ մի կես խոսքից, մի բերան իրար հետ խոսալով դուք իրար հասկանալու եք։ Նույնիսկ այնպիսի իրավիճակ է լինելու, որ այդ խոսալու, այդ զրուցելու, այդ բացատրելու կարիքներ չի լինելու, սիրելի կարիճներ, որովհետև տան մեջ լինելու է երջանկության էներգիա, տան մեջ լինելու է իրար հասկանալու, իրար սիրելու, էմոցիաները ավելի են բարձրանալու եւ աճելու էներգետիկա։ Այն կարիճներն, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի մարդ, որը կլինի ձեր հետ ձեզ առաջարկություն կանի, որ դուք ամուսնանաք, որ դուք լինեք իր կեսը։ Դա եւ կանանց է վերում եւ տղամարդկանց է վերաբերվում։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, կայացած մարդ, դա եւ տղամարդ, կարող է եւ կայացած տղամարդ լինի, կարող է եւ կայացած կին լինի, լինելու է ամուսնություն, լինելու է սեր։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում 2026 թվականին։ Ֆինանսական ոլորտում նույնպես լինելու է հաջողություն, նոր մարդիկ, նոր ձեռքբերումներ, նոր միջավայր, նոր աշխատանք, նոր կազմակերպություն, նոր համագործակցություն, հնարավոր է, գիտեք ինչ, սիրելի կարիճներ, հնարավոր է, որ ամուսնություն լինի այն մարդկանց մեջ, ովքեր որ գործ ընկերներ են, ովքեր որ ֆինանսական ընկերներ են։ Հնարավոր է, գիտեք ինչ, սիրելի կարիճներ, դուք ձեր սեփական գործունեությամբ զբաղվեք, հնարավոր է ձեր ընտանիքով զբաղվեք ձեր սեփական գործունեությամբ, ձեր սեփական բիզնեսով, ինքնիստիկյան սեփական գործունեությունը ինքը ավելի դրական է, ավելի լավ է եւ 2026 թվականը ձեզ համար այդ հնարավորությունը բացելու է։ Գիտեք ինչ, հնարավոր է դուք կարողանաք ձեր սեփական տունը ունենաք, դա կարող է եւ ձեր սեփական տունը լինի, կարող է եւ ինչ-որ հիպոթեկով, բանկային միջամտությամբ, բայց դա լինելու է։ Հնարավոր է պետական դռների հետ կապված ինչ-որ խնդիրներ կար, պրոբլեմներ կար, սիրելի կարիճներ, բայց այդ պրոբլեմներից, խնդիրներից դուք կարողանալու եք հաղթանակով դուրս գալ։ Եթե նույնիսկ ընտանիքը հեռու է, իրար հեռու եք, սիրելի կարիճներ, այստեղ ցույց է տալիս, որ 2026 թվականը լինելու է միության ժամանակահատված։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2026 թվականին։ Կլինի խնդիրներ, բայց նաև կա ապաքինում, կա լավացում, կա առողջացում, սիրելի կարիճներ, ուշադրություն դարձրեք, եթե ցանկանում եք ավտոմեքենա վարել, ուշադիր եղեք, կարողացեք ինչպես ասեմ, զգույշ եղեք, եթե դուք չունեք այդ վարելու հնարավորությունը, պետք է չէ վարել, որովհետև հնարավոր է կոտրվածներ լինի, ճիշտ է դա վտանգավոր չէ, կարող եք այդ իրավիճակից դուրս գալ, բայց եթե դուք ինֆորմացված լինեք, եթե չունեք փաստաթուղթ, այդ ավտոմեքենան մի վարեք։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, հնարավոր է, որ թեթևակի խնդիրներ լինի, բայց այդ խնդիրները ժամանակավոր է, հնարավոր է հենասյունային համակարգի, կարող է ողնաշարի ցավեր լինի, ոտքերի հետ կապված ցավեր լինի, բայց դրանք բուժելի է,
դուք լավանալու եք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կարիժներ, 2025 թվականին, 2026 թվականին, այո, ձեր երազանքները կկատարվեն, դա փոքր երազանքներ չէ, եւ ամուսնության հետ կապված, եւ անձնական երջանկության հետ կապված, եւ ֆինանսական հաջողության հետ կապված, եւ առողջական ոլորտի հետ կապված բոլոր երազանքները կկատարվեն։ Աստվածային ուժերը ձեզ հետևում են, իրենք ձեզ ուղղորդում են, խնդիրներից, փորձակներից եւ դժբախտություններից էլ ձեզ հեռու են պահելու։